ժողովուրդ ջան, 10% ձայն ունի այս մարդը։ 160,000-ը չի ընդեր, 10%-ից ավել չէր, 100,000-ի մոտ է երևի, թե 106,000-ը չեմ հիշում արդեն թվերը, ճիշտ ասած, որ թյուրիմացության մեջ չգցեմ, բայց իրականում ես նայեցի 10%-ից ավել չէր, հասկանում եք։ Այս մարդը փաստորեն ոչ լեգիտիմ մարդ է։ Ինքը դեռևս նստած է այն հին ընտրությունների այդ լեգիտիմությունը որ ստացել է դրա հաշվին միջև ինքը հասկանում է, ինքը հնարավորություն չունի վրա ընտրվելու ժողովուրդ։ Այս մարդը պանիկայի մեջ պատրաստ է ամեն ինչի։ Ինքը պատրաստ է մարդկանց բերանը փագի տանի նստածնի ոչ մի բաների համար, հասկանում եք, հոգեբանորեն ուզում է հոգնածնի մարդկանց, որ մարդիկ հիասթափված չգնան ընտրության, ժողովուրդ ջան, այս լավ հիշեք։ Ինքը փաստորեն այսօր մաքսիմում կարողանա հավաքի իր սաղ ռեսուրսներով 300,000 դար, ինքը պարտված է լինելու։ Ինքը բայց կկրի մենակ մի դեպքում, երբ որ դուք ամեն մի ձայնդ, ամեն երիտասարդ, ամեն տարեց մարդ, եթե ալարի ասի ամեն ինչ մեր տեղը որոշված է ու չգնա, այդ ժամանակ մենք բոլորս կպարտվենք, կընկնենք այս խելագարի, այս անբարոյականության թագավորի, սուտասանների թագավորի ձեռքով։ Սա ուրիշ հնարավորություն չի ունենալու, քան թե գնա արդեն դիկտատուրայի։